Հեռուստադիտողները մեծ սպասումով հետևում են Մարիա սերիալի զարգացումներին։ Նախորդ սերիայում տեղի ունեցած իրադարձություններն այնքան լարված ու անսպասելի էին, որ բոլորին հետաքրքրում էր ինչպես է շարունակվելու Մարիայի, Դավիթի, Ռաֆի և մյուսների ճակատագիրը։ Հատկապես վերջին տեսարաններում, երբ Ռաֆը սպառնում էր ոչնչացնել Մարիայի կյանքը, վրեժ լուծելով Դավիթից, սյուժեն հասել էր իր ամենաբուռն կետին։ Բոլորը սպասում էին այսօրվա սերիային, կարծելով, որ կհայտնվեն նոր բացահայտումներ, շրջադարձեր ու անակնկալներ։ Սակայն այսօր, ապրիլի 24-ին, սերիան եթերում չէր։ Ապրիլի 24-ը հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Այս տարի նշվում է Եղեռնի 110-րդ տարելիցը։ Այս օրը ողջ հայ ժողովուրդը խոնարհվում է ավելի քան 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին։ Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում հայկական համայնքները տարբեր ձևաչափերով մասնակցում են ոգեկոճման միջոցառումներին, իսկ լրատվամիջոցներն ու մշակութային ալիքները փոխում են իրենց հաղորդումները, հարգելով զոհերի հիշատակը։ ԱԹՎ հեռուստաընկերությունը ևս միացավ այս համազգային լռությանը, դադարեցնելով ժամանցային բովանդակությունը, այդ թվում Մարիա սերիայի ցուցադրումը։ Սա հարգանքի տուրք էր մեր անցյալի ցավոտ էջին, հիշեցում, որ որքան էլ սիրենք սերիալային հերոսներին ու սպասենք նրանց պատմություններին, իրական պատմությունը մեր ժողովրդի պատմությունն է, միշտ ավելի մեծ տեղ ունի մեր սրտերում։ Սերիալը կվերսկսվի հենց առաջիկա օրերին և շատ հավանական է, որ նոր սերիան լինելու է առավել հզոր ու հուզիչ, ներկայացնելով շարունակությունն այն կետից, որտեղ կանգ էր առել։ Դիտողները դեռ շատ հարցերի պատասխաններ պետք է ստանան։ Ինչպիսին կլինի Դավիթի արձագանքը Սոֆյայի հայտարարությունից հետո, Ռաֆն ինչ վտանգավոր քայլերի կդիմի, իսկ Մարիան արդյոք կհասցնի փրկել իր ու սիրելիի երջանկությունը։ Այսօր, սակայն, մեր սրտերն ու մտքերը մեկտեղվում են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հիշում ենք, պահանջում և երբեք չենք մոռանում։ Վաղը նոր սերիայով կրկին եթերում կլինի հեռուստասերիալի հերթական սերիան։ Ավելի շուտ վաղը ուրբաթ է, իսկ ԱԹՎ հեռուստաընկերությունը ուրբաթ օրը սերիալներ չի ցուցադրում, իսկ սա նշանակում է, որ Մարիայի հերթական սերիան կարող եք դիտել երկուշաբթի օրը։ Քանի որ այս քաղաքը շատ փոքր է, եկել եմ մի բան զգուշացնեմ իմ ծանոթ, անծանոթ, մոտիկ եւ հեռու ծանոթներին, եթե իմ անունից ինչ-որ բան եք խոսում, փորձեք գոնե ճիշտը խոսել, որովհետեւ ամեն ինչ ինձ է հասնում ու նաեւ ամեն ինչ ես դարում շատ հեշտ է ապացուցել։ Ինձ թվում է, ով որ պետք է այս ասածից լիքը բան հասկացավ։ Ինչ է ասում։ Нор եկան։ Ну что ж, друзья, сегодня снимаем около 20 сцен, мне кажется, и очень эмоциональные сцены. Мы и плакать будем, и смеяться, в общем, всех зрителей. Ուրեմն գիշերվա միլիոն, ցուրտ, անձրև, հիվանդ մարդ, ու մենք նկարահանման ենք։ Համարիկը այնտեղ ինչ-որ բաներ է նկարվում, չեմ հասկանում ինչ։ Բայց լացում էր։ Խոսքով։ Չէր անում։ Լացում էր։ Օրինակ գուշակի, դու քո կարծիքով վերջում Թամարիկում հետ կլինի Մարիան, Դավիթի թե Ռաֆի։ Ինձ թվում է իմ հետ կլինի։ Որտե՞ղ դուք երկուսն էլ նպատակաշի եք։ Բայց դու սաշն ես իրականում։ Բարև բոլորին, ուզում եմ ասել, որ այդքան գրում եք 40 վայրկյանների հետ կապված 3 նկարահանում եմ ունեցել, նոր 40 վայրկյաններ կան, որոնք ընդհանրապես պետք է մոնտաժել ու հրապարակել, այնպես որ սպասեք, երևի թե վաղը արդեն էջում նոր 40 վայրկյանը կլինի, ձեր իսկ գրած հյուրերով, ի դեպ։ Պոստեն պահն է հետաքրքիր, որ տղաները ասում են դու առանց մեյքափել ես սիրում, բայց մեկը մենք խափնվում ենք ու հակառակ կողմը, որ աղջիկ երբ ամբողջ ժամանակ ինձ հարցում են, ինչ կոնսիլեր օգտագործեցիք, այնպես որ տղաներ բռնվեք, որովհետև խափողների քանակը շատանում է։ Ապրես բացում։ Պատրաստ գնաց։ Ջան զերոտ։ Չէ, այդ Իմ կրովնի, իմ հնություն ու իմ նորություն, իմ ծովի կոպյուտի։
շատ ուղիղ գովազդային, Ծովիկո բյութի, եկեք, գեղեցկացեք, ձեզ կտրվի ամեն ինչ, գեղեցիկ վարսեր, խնամ։ Բայց ասեք ինչ սիրուն ա վարսերը, փայլում։ Գիտեք, թարմություն, երիտասարդություն, մտնում եք 34 տարեկան, դուրս է գալիս 24 տարեկան։ Ես համերգ եմ գնում, շտապում եմ, Անուշիկս ինձ է սպասում, ես ինչքան կարմիր լույս կա, բոլորը հավաքելով մանեմ եկե։ Բոլորը։ Ինչքան կարմիր լույս կա։ Օպերայի կարմիր լույսը պարզում է 63 վայրկյան է։ Ուժս կակույտ է։ Ես եւ Ծովինարը կարդում ենք ձեր կոմենտները սերիալի YouTube-յան ալիքում։ Գնացինք։ Այս սերիալի անունը չպետք է Մարիալին էր, այլ Ռաֆայել։ Ռաֆին ավելի շատ եմ ցույց տալիս, քան Դավիթին ու Մարիան։ Ես էլ եմ այդ ասում, ժողովուրդ ջան, չեն համաձայնվում։ Ասում եմ փոխեք անունը։ Ահա։ Ինչ կլինի, որ Ականցանք առաջ։ Ալլա։ Алла, ты просто чудо, отлично играешь, браво. Алла ջան, հիանալի ես խաղում դերդ, կեցես բոլոր ֆիլմերում հետաքրքիր ես։ Алла, դուք կրակ եք։ Алла, այս ինչ եք անում։ Հայեր, սա սերիալ է, հանգիստ թողեք, Ռաֆինն իր դերն է խաղում եւ իրականում հոյակապ ազնվորություն է, ինքներ գրքեր կարդացեք։ Ճիշտ է։ Այո։ Алла ջան, ինչ Մի րոպե։ Զանգի Աշոտին առանց իրա կինոն չի նայվում։ Աշոտի ֆանատներն են, մի րոպե։ Քանի որ գարուն ա մտածեց ինչ նվիրեմ Ծովոյին։ Մերսի Սուրո ջան։ Ընտրեմ Ծով ջան։ Բայց ինձ ծաղկամանա պետք նվիրես։ Այդ չկա։ Տարան ծաղ։ Էսի զանգա։ Εσύ ծաղիկների մեջ ես այսօր դու լողում Ծովո։ Սազում ա շատ այդ գլխինդ, այդ ինչ ա։ Չգիտեմ։ Զանգուլա։ Ես շրջանայինի տարածքում եմ ու մտածեցի կարող եմ մետրոյով գնալ տուն, բայց քանի որ հիմա վճարման եղանակները փոխվել են, իսկ ես չգիտեմ ոնց է պետք անել ու ինչ որ պրոգրամաներ կան, որոնք որ ես չունեմ, ես նախընտրեցի այս ռոմանտիկ եղանակի ներքո քայլելով հասնել տուն։ Դա։ Արդեն կամոյ դպրոցում նույնիսկ հասել։ Դեռ լրիվ ջուր չեմ դարել, տեսեք մազերս չոր են։ Շատ վատ կերպով ընկել եմ իմ հետևից, մենակ նրա խաթր, որ ես 2 կիլոգրամ չաղացել եմ։ Հա, ու ոնց որ ժամանակ չունեմ սպորտզալ հաճախեմ, աբոնի մետս են տեղա, ապարտվում է հեսա շուտով, ես իրենց նորմալ չասրեցի օգտվեմ։ Հիմա այսպես նանջեմ, որ հանկարծ ավել չչաղանեմ, հետո ավել չնեղվենանեմ։ Լինել է դժվար։